Այ երեկվան անդրադառնանք տեսարքիս ասաց, որ մարդիկ եկել էին ալկոհոլի, այսպես նույնիսկ ոմանց հոտով հայոյախառնի, դուք ինչ եք տեսել երեկ եւ ինչպես կմեկնաբանեք։ Կարծում եմ դուք էլ ականատես եղաք շատ իրադարձությունների, որոնք համաչափ չէին, որովհետև սկզբում ոստիկանությունը պահպանում էր իսկապես այնպիսի իրավիճակ, որպեսզի բախումներ չլինեն, բայց ընթացքում այնպես ստացվեց, որ քիչ-քիչ հնարավորություն տրվեց ձախ թևում կանգնածներին մուտքին մոտենալ։ Եվ ամենավատը հենց նա էր, ամենատգեղը եւ ամենասարսափելին կարող եմ ասել, երբ մայր տաճարի դռներին բռունցքներով հարվածում էին։ Սա ինչքան էլ որ մարդը, չգիտեմ, հակառակ դիրքավորում ունենա, հակառակ կարծիք ունենա, պիտի թշնամի լինի եկեղեցուն, որ եկեղեցու դռներին հարվածի։ Մենք այդ դռները համբուրում ենք, այդ դռների փարվում ենք, երբ որ դուռը փակ է եկեղեցու, մենք այդ դռների առաջ ենք կանգնում, աղոթում, կպնում ենք այդ դռանը որպես սրբության։ Այդ դռներին հարվածելը չափազանց մեծ, կարելի ասել, հանցանք է։ Եվ այդպիսի զանգված նաև կար ներկա, ովքեր երևի չգիտեին էլ, թե ինչի մասին է խոսքը, պարզապես կարծես հունից դուրս եկած կամ ինչ-որ մի ուղղություն տրված, այսպիսի մի զանգված լիներ։ Հակառակ դեպքում մարդը ինչքան էլ հակառակ կարծիք ունենա, եթե իր գործը, իր ուզածը եկեղեցուն օգտակար լինելն է, պիտի համբուրելով այդ դռները մոտենա, համբուրելով այդ պատերը մոտենա դռանը։ Իսկ եթե այդպես չի, նշանակում է, որ թշնամի է եկեղեցու։ Տեսեք, այդ դեպքում հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ քաղաքացիները ձախ կողմում մասնավորապես կանգնածները եկել էին 10 եպիսկոպոսների հայտարարությանն անսալով, իրենք, այսինքն չգիտեին, որ դա թշնամանք է եկեղեցու նկատմամբ, ի վերջո իրենց սկսած գործը ինչին է հանգեցնելու, որտեվ նաև իրենք երեք նշեցին, որ քարտուղարություն նամակ են փոխանցել Վեհափար Հայրապետի հրաժարականի պահանջով եւ նաև նշեցին, որ հաջորդը իրենք են այստեղ ներսում պատարակ կամ ժամերգություն անցկացնելու։ Հիմա չգիտեմ, այդտեղ հավաքված ժողովուրդը ինչ տեսակի մտածելակերպ ուներ, արդյոք ինտելեկտ ունեցող ժողովուրդ էր, թե պարզապես ուղղորդված ժողովուրդ։ Որովհետև եթե մտածող ժողովուրդ լինի, կարծում եմ, որ ուրիշ դիրքավորում պիտի ունենա։ Այսինքն այդ տեսակի բղավոցներով, հայոյանքներով, ձեռքերի ժեստերի հայոյանքներով, պիտի որ այդպես իր արջև կանգնած նույն իր արյունը կրող ժողովրդին չպիտի հակադարձի կամ այդպես ուզենա իր ասելիքը ներկայացնել։ Դրա համար չգիտեմ, թե առիթ չեմ ունեցել տեսնելու, թե ինչպիսի ժողովուրդ է, բայց իրենց պահվածքից զանգվածի տպավորություններ, չհաշված, որ ամբողջ տարածքը ծխախոտի մնացուկներով լցված էր։ Ինչ վերաբերում է իրենք եպիսկոպոսների հետ հայտարարության հետ կապ ունեին, չունեին, չգիտեմ, ոմանք ունեին, ոմանց կարծում եմ բերել էին, որովհետև իրենց դեմքերը ծածկող մարդիկ կային։ Դուք սպասում եք, որ 10 եպիսկոպոսները այդուհանդերձ նման որոշում կկայացնեն։ Ինչ որ վերաբերում է եպիսկոպոսներին, ես ինձ երբևէ թույլ չեմ տա եպիսկոպոսների մասին որևէ բան խոսել։ Մեր ամենայն հայոց Վեհափար Հայրապետը եւ մեր հոգեվոր դաստիարակները մեզ սովորեցրել են օծյալների հասցեին որևէ տեսակի վատաբանություն չարտահայտել։ Նրանք, ովքեր արտահայտվում են այդպես, իրենք նշանակում է, որ հոգեվոր տգիտություն ունեն։ Մենք մեզ երբևէ թույլ չենք տա։ Իրենք եպիսկոպոսներ են, ավակ եղբայրներ են եւ եպիսկոպոսները կարող են եպիսկոպոսների մասին կարծիք արտահայտել կամ բնորոշումներ տալ։ Իսկ մենք ոչ, մենք մեզ թույլ չենք տա։ Իրենք կարող են վատաբանել օծյալ լինելով հանդերձ։ Ովքեր Այդ 10 եպիսկոպոսները, ովքեր երեք արտահայտվում էին կամ նշում են օրեր շարունակ արտահայտություններ են իրենց թույլ տալիս Վեհափարի հասցեին։ Գիտեք, ես շատ չեմ լսել արտահայտություններ իրենց կողմից, ինչ որ տես վատաբանելու եւ այլն, որովհետեւ շատ չեմ լսում։ Դրա համար չեմ կարող ասել կոնկրետ ինչ արտահայտություն են արել, որի համար իսկ եթե արտահայտություն եղել է որևէ մեկի կողմից, ամենայն հայոց Վեհափար Հայրապետին, նույնիսկ եթե մարդիկ իրենց տգիտությամբ, անգիտությամբ, իրենց գռեհկությամբ, ինչ որ ավազանի անունով են ուզում դիմել եւ այլն,
կապ չունի, եթե լինի եպիսկոպոս, քահանա, թե աշխարհական, նշանակում է, որ ինքը գաղափար չունի ոչ հոգևոր կյանքից, ոչ աստվածաշնչից, ոչ օծյալի նկատմամբ վերաբերմունքից, ոչ եկեղեցական կրթությունից, նշանակում է այդ ամենից հեռու է։ Ով ուզում է լինել եպիսկոպոսից մինչև հավատացյալ, որովհետև մեզ Սուրբ Գիրքը սովորեցնում է օծյալին, Աստծո օծյալին ընդունել ինչպիսին որ կա։ Ասում է առաքյալը Տիրոջ խոսքերը մեջ բերելով, ընկած լինի թե կանգնած, իմ ծառան է։ Դու ով ես, որ դատում ես իրեն, Սուրբ Գրքի խոսքերն են։ Իսկ ինչպես եք կարծում եպիսկոպոսների եւ քահանաների թիվը, որոնք պահանջում են վեհափառի այսպես հերացումը կավելանա, թե չէ, որտեվ ասում են կան մարդիկ, որոնք նույնիսկ դժգոհություններ ունեն, թե արդեն ովքեր կային, արդեն պարզ են, հստակ են, ճանաչում ենք բոլորին։ Գիտեք, անակնկալներ միշտ սպասվում են։ Ցավոք անակնկալներ սպասվում են, ցանկալի է որպեսի այլևս անակնկալներ չունենանք, բայց հստակ է, որ հոգու պտուղներից մեկը, որ Պողոս առաքյալը թվարկում է, դա հավատարմությունն է։ Եթե մեկը հավատարիմ է իր Աստծուն, հավատարիմ է Աստծո հաստատած Թադեոսի եւ Բարթողոմեոսի հաստատած եկեղեցուն իր հողի վրա, հավատարիմ է գահակալին այդ աթոռի, որը մինչև այսօր փոխանցվելով եկել հասել է մինչև Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոս, ով որ հավատարիմ է իր նախնիների ուսուցումին, ով որ հավատարիմ է Աստվածաշնչի ուսուցումին, երբևէ չի դառնա հակառակորդ, երբևէ անակնկալ չի մատուցի։ Այստեղ անհավատարմության խնդիրն է։ Տեր Հայկ քահանա Քոչարյան, երկու Տեր Հայկ ենք մենք։ Քոչարյան Արագածոտնի թեմ եկեղեցին Սուրբ Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի։